Եվ ես պահին վարչապետի այս ասացին ողջունում։ Ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, ողջունել եք։ Այդպես չեմ կարող ասել, որովհետև չեմ հիշում։ Հայտարարությունները շատ են։ Միանշանակ։ Իսկ ապարի բառապաշարը, որը օգտագործվում է, բովանդակությունը հասկացանք, որ Վարչապետի բառապաշարը շատ մեղմ է, շատ մեղմ է։ Ամփելը ի՞նչն է մեղմ։ Կներեք, այդ բառը շատ եք սիրում կրկնել, բայց ասեմ, այո, շատ մեղմ է այդ ասած, որ մարդիկ այսքան տարիներ ստելով, խաբելով Հայաստանի Հանրապետության հավատավոր ժողովրդին, հույզերի հետ խաղալով, այդ բառը ասում եմ ավելի մեղմ է։ Չեմ ուզում այլ բառ ասել, որը հետագայում կդառնա քննարկման առարկա, բայց այդ ասածը շատ մեղմ է։ Այդպիսի բառեր օգտագործողը կարող է ճիշտ հմտություն կատարել կաթողիկոսի թեկնածուի, այդպիսի բարեվարկության հարցը գնահատել կամ տվյալ Տեսեք, հոգևոր կյանքով ապրած մարդ, հոգևոր կյանքով ապրող մարդիկ եւ աշխարհիկ կյանքով ապրած մարդիկ տարբեր են իրենց բառերի ընտրության մեջ եւ ցանկացած աշխարհիկ մարդ կարող է ասել բառ, որը աշխարհիկ կյանքում օգտագործվում է, բայց հոգևորականները գոնե իրենց բառապաշարին ես չեմ տեսել, որ դուք կոնկրետ լրագրողական հանրությունը այդպիսի բառեր է օգտագործում էթիկապես ինքը ոնց է գնահատելու մարդկանց բարեվարկությունը։ Օրինակ ասենք, որ աշխարհի գերտերությունների ղեկավարների մոտ թարգման է Նիկոլ Փաշինյանի այդ գրառումը եւ այդ թվում եւ այդ բառը։ Ձեր մոտ ինչ որ հարց չի առաջանա։ Ինչ եք կարծում հիմա որ բոլորը չգիտեն, այդ հարցի այդ բառը այդ ինչ մի տրագեդիոն բառ է, վայ ասալա Ժորժան քահանաները հոգևորականներն ինչ բառ ասես օգտագործում են, բայց ես չեմ տեսել լրագրողական հանրությունը, որ գնա ասի, լսի եղբայր, ղեկավարի մասին է խոսքը, մենք հարցնում ենք երկրի ղեկավարի։ Երկրի ղեկավարն ասել է շատ մեղմ, ավելի կոշտ լինել։